վիճակի բարելավման համար։ Ըստ այդմ որոշվեց փոխել այդ դրամական աջակցության կարգավիճակը, փոխանակ տրամադրելու որպես միջոցառում, դարձնել ավելի պարտադիր դրամական աջակցություն պետության կողմից եւ սահմանվի որպես պետական նպաստի առանցին տեսակ։ Սա նշանակում է օրենքի ընդունումից հետո արդեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երեխայի ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 4 նպաստ, նախկին 3-ի փոխարեն։ Առաջինը բնականաբար մայրության նպաստն է տրվում է հղի կնոջը, ընդ որում թե աշխատող, թե չաշխատող մամաներին, երկրորդը տրվում է երեխայի ծնվելուց, արդեն մյուս 3-ը տրամադրվում է երեխայի ծնվելուց հետո, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը եւ այս 4-րդ տեսակը, որ կներմուծվի օրենքի ընդունումով, 3-րդ եւ յուրաքանչյուր երեխայի պետական նպաստը։ Առաջին ասացի բոլոր մամաներին է տրամադրվում, ծննդյան միանվագ նպաստը բոլոր ընտանիքներին է տրամադրվում, չաշխատող ներողություն, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը դարձյալ բոլոր մամաներին է տրամադրվում, ես կասեի ծնողին, որտեղ մենք ունենք նաև հայր ու նշանակել ենք երեխայի խնամքի նպաստ, եւ այս 4-րդ տեսակը արդեն կարգատվից կախված ենք տալիս։ Ընդ որում պիտի դիտարկել այս օրենսդրական փոփոխությունը համակարգային, որովհետև զուգահեռաբար վերանայվում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի համակարգը։ Մինչ այժմ ծննդյան միանվագ նպաստը տրվում էր կախված կարգաթվից, առաջին, երկրորդ երեխաների համար տրամադրվում է, այսօր էլ տրամադրվում է 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխաների դեպքում 1 միլիոնական դրամ եւ 5 եւ ավելի երեխայի դեպքում 1,500,000 դրամ։ Սա երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործող համակարգն է։ Այ որ բերում ենք 50,000 դրամական աջակցությունը դարձնում ենք պետական նպաստի տեսակ, այսինքն տալիս ենք օրենքով սահմանված պարտավորություն կառավարության համար, զուգահեռաբար վերանայում ենք նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստը եւ ներդաշնակեցնում ենք ընդհանուրը։ Նախատեսվում է ծննդյան միանվագ նպաստի չափը համահարթեցնել, դարձնել 500,000 դրամ եւ առաջին եւ երկրորդ եւ երրորդ եւ չորրորդ եւ 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ, այսինքն անկախ կարգաթվից կտրամադրվի 500,000 դրամ։ Իսկ այդ կարգաթվից կախված արդեն կվճարվի բացառապես երրորդ եւ յուրաքանչյուր երեխայի կապակցությամբ տրվող պետական նպաստը։ Շատ լավ, այս փոփոխությունները ինչին են ուղղված,